Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Փետրվարի 27-ին լրանում է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը։ 1988-ի փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոչրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ եւ ուղղորդությամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը։ Տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ եւ զանգվածային բռնության։ Սումգայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները եւ խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում եւ Մարաղայում նույն օրինաչափություններով եւ զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների ընթացքին Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքների հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում սոցիալական ցանցերում երեխաների պաշտպանությանը առնչվող հարցերին այսօր անդրադարձ է եղել վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ Նիստին նաև մասնակցել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մենք ենք մեր երաշխավորը, աշխարհը եւ մեր խնդիրը ընկալելու եւ այդ խնդիրներին լուծում գտնելու ընդունակությամբ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը Լեհաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության համատեքստում հնչող գնահատականներին, թե պետք է մեկից ավելի երաշխավորներ լինեն։ Տարածաշրջանային ոլորտի խնդիրների հետ առերեսվելիս մեր առաջնային ռեակցիաները մոտավորապես եղել են հետևյալը. իսկում մենք պետք է զանգենք։ Սա եղել է մեր առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ռեակցիան, բայց մի X պահի մենք հասկացել ենք, որ դա սխալ մոտեցում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը հայտնում են քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։ Սոցիալական ցանցերում կատարված գրառման մեջ Աննա Հակոբյանը հայտնել է, որ լքում է նաեւ կառավարական առանձնատունը, այնտեղ թողնելով նաեւ առաջին տիկնոջ կարգավիճակում ստացած նվերները։ Բայց մտադիր է շարունակել ղեկավարել Իմ քայլը բարեգործական հիմնադրամը։ Փաշինյանը գրել է, որ Հակոբյանի որոշումը հարգում է։ Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթ Վարդանյանը Ֆրանս 24-ին հայտնել է, որ իր հայրը չի բողոքարկի Ադրբեջանում ստացած 20 տարվա դատավճիռը, հաշվի առնելով ադրբեջանական դատարանի կողմնակալությունը եւ դատավարության բազմաթիվ խախտումները։ Նա ընդգծել է, որ հորը դատել են ռազմական տրիբունալում, թեև նա երբեք զինվորական պաշտոն չի ունեցել եւ սա հակասում է միջազգային նորմերին։ Դավիթ Վարդանյանը նշել է, որ հակադրող մեղադրանքները, այդ թվում Ավրորա նախաձեռնությանը ուղղված, հիմնված չեն եւ հայաստանցիներն ու ադրբեջանցիները պետք է ձգտեն իրական ու երկարատև խաղաղության, բոլոր պատանների ազատ արձակմանը եւ անցյալի վերքերի ամոքմանը։ Նա կարևորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահի եւ փոխնախագահ J.D. Vance-ի ջանքերը, սակայն ընդգծել, որ առանց բարի կամքի ստորագրված փաստաթուղթը ոչինչ է։ Կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն, որով սպառողների հետ կնքվող պայմանագրերում ներառված անարդար պայմանները կհամարվեն առ ոչինչ։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով խոսքը այն դեպքերի մասին է, երբ սպառողը ելնելով իր շահերից չէր ընդունի տվյալ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանների ձևավորմանը։ Փոփոխությամբ հայկական օրենսդրությունը համապատասխանեցվում է եվրոպական ստանդարտներին, Եվրամիության հետ ասոցացման շրջանակում։ Օրենքի ընդունման դեպքում այն հետադարձ ուժ չի ունենա, այսինքն մինչ այդ կնքված անարդար պայմաններով պայմանագրերը չեն վերանայվի։ Օրինակ, սպառողին իրավունք է վերապահվում սպառողի իր պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում պահանջել պայմանագրի գնի համեմատ անհամաչափ բարձր փոխհատուցում։ Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող միանալու պայմանագրերում վաճառողները կամ ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ։ Թոշակները 10,000 դրամով բարձրացվել են 2025-ի տնտեսական աճի ամփոփման եւ բյուջեի ֆիսկալ տարածքի գնահատման հիման վրա։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նա նշել է, որ ֆինանսավորումը ապահովված է հավաքագրվող հարկերով եւ ոչ հարկային եկամուտներով, եւ ֆինանսների նախարարությունը որևէ ռիսկ չի տեսնում։ Արման Պողոսյանը ընդգծել է, որ որոշումը կայացվել է կառավարության մակարդակով բազմակողմանի վերլուծությունների ու շահագրգիռ կողմերի քննարկման արդյունքում, ոչ թե վարչապետի մեկանձնյա որոշմամբ։ Իսկ 2025-ի սկզբի անորոշությունը պարզվեց միայն տարվա արդյունքները ամփոփելուց հետո։
Գնաճային ճնշումները շարունակում են ազդել սպառողական շուկայի տարբեր հատվածների վրա։ Դեղատաներում գների աճը նկատելի է, բժշկական սարքավորումները թանկացել են 4.1%-ով, իսկ դեղագործական ապրանքները 3.5%-ով։ Սա նշանակում է, որ առողջապահական ծախսերը շարունակում են աճել, լրացուցիչ բեռ դառնալով հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար։ Առողջապահության ոլորտի փորձագետների խոսքով, այս ոլորտում գնաճը հիմնականում պայմանավորված է ներմուծվող ապրանքների ինքնարժեքի բարձրացմամբ եւ արտարժույթի տատանումներով, ինչն էլ հանգեցրել է գնաճի։ Հայաստանում բժշկական սարքավորումների եւ դեղերի զգալի մասը ներմուծվում է, ուստի միջազգային շուկաներում գների բարձրացումը անմիջապես փոխանցվում է տեղական սպառողին, բացի այդ լոգիստիկ ծախսերի աճն ու արտադրական շղթաների փոխանցումները եւս իրենց ազդեցությունն ունեն։ Ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցված միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները քաղաքացիները կարող են չհայտարարագրել, մինչև այս գումարի շեմը 300,000 դրամն էր։ Սրանք վերաբերում են անհատույց կամ պարտքով վերցված գումարներին, բայց ոչ որպես աշխատանքի վարձակալություն։ Ֆինանսների նախարարության կողմից համակարգի պարզեցումից հետո էլ ստացվել է այնպես, որ քաղաքացիների եկամուտների վերաբերյալ տեղեկություն ստանալը շատ դեպքերում չի հաջողվելու։ Օրինակ, ինչ գործիքներով պետք է վերահսկվեն հանդիսավարի ստացած 1 միլիոն դրամից ավելի գումարները։ Ֆինանսների նախարարության պաշտոնյան ուղղակի հայտնել է, թե քաղաքացիների մոտ պետք է իրականությունը ներկայացնելու մշակույթ ձևավորվի։ Աշխատանքային միգրանտների դեպքում, եթե օրինակ ամուսինը գումար է արտասահմանից փոխանցում ընտանիքի անդամներին, կարգավորումը կլինի հարկային օրենսգրքով, սակայն այդ եկամուտները չեն հայտարարագրվի։ Հայաստանում արտասահմանյան կազմակերպության համար աշխատանքից վաստակածը, սակայն պետք է հայտարարագրվի։ Վերում ներկայացնում ասում եք, գիտեք ինչ, այս փոխանցումը իմ ընտանիքի անդամն է փոխանցել։ Այս դեպքում իհարկե հետևանքներ կառաջանան միանշանակ։ Այդ ուսումնասիրությունները կարվեն, եթե պարզվի, որ ընտանիքի անդամ չէ, ստեղի ինչի հետ գործ ունեն, որ հստակ հարկերի վճարումից խուսափելու, հարկեր թաքցնելու երևույթ։ Գերատեսչությունները շարունակում են ամփոփել 2025-ը եւ հրապարակում են ականջ շոյող տարբեր ձեռքբերում տվյալներ։ Այստեղ իհարկե կարևորն այն է, որ հրապարակված տեղեկության իսկությունը քաղաքացիների մոտ կասկածներ չառաջացնի։ Խոսքը այն մասին չէ, որ տեղեկությունն է կեղծ, պարզապես երբեմն մարդկանց մի զանգված դրական փոփոխություններն իր մաշկի վրա զգալու խնդիր ունի։ Ասենք տարվա ընթացքում գրանցվել է այսքան տոկոս տնտեսական աճ կամ այսքան տոկոս տնտեսական ակտիվություն եւ այլն։ Ավելի գործնական օրինակ երկրում միջին աշխատավարձի չափի վերաբերյալ տվյալները։ 6%-ով աճ ունենք նաև աշխատավարձերի մեջ։ Եթե անցած տարի դեկտեմբերին միջին աշխատավարձը 379,000-ից մի փոքր ավել էր հարկերը ներառյալ, ապա այս տարի դեկտեմբերին արդեն հարկերը ներառյալ 401,400 դրամ է։ Միջին աշխատավարձի աճը ենթադրում է, որ բնակչության գերակշիռ հատվածի կենսամակարդակն է էականորեն աճել, այսինքն մարդիկ կարողանում են իրենց թույլ տալ այն, ինչը ժամանակին անհասանելի էր։ 8 տարվա կտրվածքով վիճակագրական տվյալներն ավելի շատ հարցերի տեղիք են տալիս։ 288,460 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը ավելացել է 186,400 դրամով։ Իրականում նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է միջին աշխատավարձ։ Ըստ էության երկրում բոլոր աշխատողների աշխատավարձերը գումարվում են իրար եւ բաժանվում են բոլոր աշխատողների թվի վրա։ Արդյունքում ստացվում է 401,000 դրամ, ներառյալ հարկերը։ Բավականին գրավիչ թիվ է, եթե հաշվի ենք առնում, որ շատ ոլորտներում սա հազվադեպ հանդիպող հաստիկներում սահմանված աշխատավարձի չափն է։ Դուք ունեք $100 եկամուտ, ես ունեմ 0 եկամուտ, $0 եկամուտ։ Մեր միջին եկամուտը, մեր երկուսի միջին եկամուտը $50 է։ Բայց դուք տիրապետում եք ձեր $100-ին, ես իմ 0-ին չունեմ, ես ոչ մի բան։ Այսինքն ստացվում է, որ երկրում մարդկանց որոշակի շերտ, ասենք 50-ից 60,000 մարդ, իսկապես սկսել է շատ ավելի վաստակել, քան նախկինում, ոլորտային աշխատավարձերն են բարձրացել, բայց աշխատողների գերակշիռ հատվածի եկամուտները գրեթե անփոփոխ են մնացել։ Միջին աշխատավարձի աճը բացառապես բարձր պաշտոնյաների եւ որոշակի մասնավոր ոլորտների հանքարդյունաբերություն, բանկային եւ ապահովագրական ոլորտ, կապի օպերատորներ, որոշակի IT իհարկե մասնակցություն ունի, գազ եւ էլեկտրաէներգիա։ Բացառապես այս ոլորտների բարձր պաշտոնյաների աշխատավարձերի հաշվին է միջին աշխատավարձի աճը տեղի ունենա։ Կա եւս մեկ խնդիր, որի պատճառով մարդիկ չեն ֆիքսում սեփական եկամուտի աճը, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։ 7-ից 8 տարի առաջվա համեմատ սննդամթերքի շուկայում գրանցվել է 30-ից 40% գնաճ։
իսկ խոսքը առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է, որոնք ուզած-չուզած գնում ես։ Այսինքն ստացվում է, որ եթե տարիներ առաջ այս կամ այն ապրանքները կարողանում էիր գնել 100,000 դրամով, ապա հիմա նույն ցանկի համար ստիպված ես վճարել 150,000 դրամ։ Հետևաբար, նույնիսկ եթե աշխատավարձդ որոշակի տոկոսային աճ է գրանցել, ապրանքների գնաճը շատ ավելին է։ Հավելյալ եկամուտդ ըստ այդմ խնայելու հնարավորություն չունես, թողնում ես խանութներում։ Աֆղանստանը հարձակվել է սահմանին գտնվող պակիստանյան ուժերի վրա՝ ի պատասխան մահացու ավիահարվածների։ Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հայտնել է սահմանային բախումների ժամանակ աֆղանական դիրքերի եւ սարքավորումների ոչնչացման մասին։ Աֆղանստանի կառավարությունը հայտարարել է, որ զոհվել է առնվազն 18 մարդ եւ հերքել է Պակիստանի պնդումը, ըստ որի ռազմական գործողության ընթացքում սպանվել է ավելի քան 80 զինյալ։ Երեքշաբթի երկու կողմերն էլ հայտնել էին սահմանային հրետակոծության մասին, սակայն զոհեր չեն եղել։ Նախագահ Դոնալդ Թրամփը թեև դեռևս դիտարկում է Իրանին ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությունը, ոչ մի շանս չկա, որ նման հարվածները կհանգեցնեն Միացյալ Նահանգների ներգրավմանը տարիներ տևող ձգձգվող պատերազմի մեջ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը։ Չգիտեմ Թրամփի վերջնական որոշումը։ Իրանը չի ստանալու միջուկային զենք միջև դիվանագիտական լուծումներ։ Այն, որ մենք տարիներ շարունակ լինելու ենք մերձավոր արևելքի պատերազմի մեջ, առանց որևէ ավարտի, հավանականություն չկա, որ դա տեղի կունենա։ Կարծում եմ մենք բոլորս նախընտրում ենք դիվանագիտական տարբերակը։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի սկզբին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նա նշել է, որ հանդիպման նպատակն է ամփոփել անվտանգության երաշխիքներին վերաբերող ձեռքբերումները եւ նախապատրաստել առաջնորդների մակարդակով քննարկում։ Զելենսկին ընդգծել է, որ պատերազմը պետք է ավարտվի, սակայն Ռուսաստանը դեռ պատրաստ չէ խաղաղության եւ աշխարհը պետք է ճնշում գործադրի նրա վրա ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Իսրայելական մարտական ավիացիան մի շարք զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Շմեստար բնակավայրի մերձակա բարձունքներին։ Այս մասին հայտնել են լիբանանյան աղբյուրները։ Նշվում է, որ մի քանի հզոր հարված է հասցվել Բեկայի հովտում գտնվող Շմեստարի արվարձաններին։ Ըստ աղբյուրի տվյալների, կարճատև դադարից հետո ռմբակոծությունները վերսկսվել են։ Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանի արևելքում ռազմաօդային ուժերի թիրախ են դարձրել Հեզբոլլահ շարժման, Ռադվան հատուկ ստորաբաժանման ռազմական ենթակառուցվածքի օբյեկտները։ Արաձյուն Արագածոտնի մարզում արտակարգ վիճակի պատճառ է դարձել Նիգավան գյուղից մինչև Մելիք գյուղ տանող մոտ 15 կիլոմետր ճանապարհին, որն ամբողջությամբ պատված է ձյան շերտով, մեծ թվով մեքենաներ չէին կարողանում տեղաշարժվել, մի քանիսն էլ հայտնվել էին ձնակույտում։ Իսկ ճանապարհը ամբողջությամբ բերկասառության ընդհանրապես, այն որ ասում մատը չի խփե, ճանապարհն սպասարկող ճանշինը։ Հլստեն այ ճանապարհը լրիվ մերկասառուց։ Արագածի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն են օգնության հասել մեքենաները երթևեկելի գոտի դուրս բերել։ Տեղում աշխատում էին նաև ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները։ Ճանապարհը սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել, աղուավազն էլ բացակայում էր։ Ահա։ Ոչ մի աշխատանք ճանապարհը սպասարկող ընկերությունը չի արել։ Մերկասառույց էր նաև Նիգավանից մինչև Ծիլքար գյուղ տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհին։ Ու անվտանգությունից ելնելով բեռնատարների շարժը ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները ժամանակավորապես դադարեցրել էին։ Այդ եղանակին աշխատում էին միայն փրկարարծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի եւ Ապարանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկներն ու Ապարանի եւ Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Սառած վիճակ, ոչ մի աշխատանք չի կատարվել, որ գոնե աղու ավազով մշակեին։ Ու հենց փրկարարներն ու Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն են օգնության հասել ծննդկանի, պարզվել է, որ հղի կնոջ հարազատները չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց։ Փրկարարները մեծ դժվարությամբ հաղթահարելով մոտ 3 կիլոմետր մերկասառույց ճանապարհը Մելիք գյուղից հղի կնոջը հատուկ թրթուրավոր մեքենայով մոտեցրել են Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային։ Շենքանի գյուղ տանող ճանապարհն նայեք ինչ վիճակ է։
Բարեհաջող տեղափոխելուց հետո եւս մեկ հղիի մասին էլ Շենկան գյուղից է ահազանգ ստացվել։ Փրկարարներն ու շտապօգնության բժիշկները շտապել են այնտեղ։ Իսկ Մարգարա-Վանաձոր դաշի ճանապարհին վթար է տեղի ունեցել, բախվել են Opel Zafira-ն ու Volkswagen Golf-ը, երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Շտապօգնության բժիշկները վիրավորին էին միջև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Սարիթաղ 19-րդ փողոցում Գարշահոտ է տիրում 1 ամսից ավելի դիտահորերից դուրս եկող կեղտը ողողել է ամբողջ տարածքը, հասնում է մինչև 14-րդ փողոց։ 100-ից ավելի տան բնակիչ ստիպված է լինում անցուդարձանել այդ ամենի միջով։ Տեղից համեստեղից է կեղտաջուրը դուրս գալիս։ Համել են տեղից երկու դիտահորերի խցանման ու վնասման պատճառով, այս մեկը որ հաստատ վնասված է, կոյուղատարը վնասված է, կեղտաջուրը դուրս է գալի մի ամսից ավելի ու այսպես գնում միջև ասում 14-րդ փողոց։ 14 փողոց ու այս ամբողջ տարածքում տիրում է Գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Լոլիաջուր ընկերությունի սկզբում խոստացել են մոտենալ, հետո արդեն պատճառաբանել են, որ դա իրենց գործը չէ։ Իսկ Երևանի քաղաքապետարան ու Էրեբունու թաղապետարան այլևս դիմելը բնակիչները անիմաստ են համարում, որովհետև բազմիցս հենց այստեղից են ասել, որ Վեոլիաջուր ընկերության տիրույթում է հարցի լուծումը։ Այսօր էլի Վիոլաջուր եք զանգարի, չեմ պատասխանել։ Այս մի ամիսա բրիգադը մոտիկանում է, հա։ Կամ զբաղված է, կամ ասում բրիգադը կմոտենա։ Քաղաքացիները հույս ունեն, որ գոնե այս կադրերը տեսնելուց հետո պատասխանատուները քայլեր կձեռնարկեն։ Ամեն օր այդ հատվածով տասնյակ երեխաներ են գնում դպրոց ու մանկապարտեզ, համաճարակի վտանգ նոր-օրի է ավելանում։ Մի չգիտեն մարդիկ ոնց անցնեն։ Հաչափնյակ վարչական շրջանում է Բաշինջաղյան փողոցը, հետիոտներն անցնում են վախը սրտներում։ Խնդիրն այն է, որ ամիսներ առաջ է, որ լուսացույցը այդ հատվածից տեղափոխել են։ Հիմա թե մեծահասակները, թե երեխաները մեծ դժվարությամբ են անցնում։ Առաջ եղել է, կնոպկեն եղել է, մարդը սխմել է անցել է, իսկ մի սեղմում ես չի էլ աշխատում։ Քաղաքացիներին պարբերաբար օգնության են հասնում պարեկները, հերթապահում են։ Փողոցով երեխաներն անցնում են անվտանգ, սակայն հաճախ էլ վրաերթեր են տեղի ունենում։ Նամանավանդ առավոտյան ժամերին, երբ այստեղ դպրոցի երեխաները տանից գալիս են դպրոց ու չգիտեմ ոնց անեն, ոնց անցնեն, արդյոք կարողանան անցնեն թե ոչ։ Հրապարակումից կարճ ժամանական շատ արագ հարցը կարգավորվել է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով մասնագետները գործի են անցել։ Իմ տեղեկություններով խնդրին միջամտել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ում հանձնարարականով դեպքի վայր, այստեղ են, սա նաև դեպքի վայր է, որովհետև անընդհատ ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ վրաերթեր էին տեղի ունենում, ժամանել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ հանրությանն ավելի շատ հայտնի, իդեպ իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ մասնագետ Նորիկ Սարգսյանը ու այսօր տեսնում եք, արդեն տեղադրում են։ Հիմա տեսեք, հետիոտը անցնում էր այն ժամանակ կնոպկան կսեղմեր եւ անվտանգ հոպ, եւ անվտանգ կանցներ։